հրապարակի հարգելի հեռուստադիտող, այս պահին մենք գտնվում ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանենց տան բակում, ինչպես նկատեցիք, ԱԱԾ հատուկ ջոկատայիններից մեկը դուրս եկավ պատգամավորի տնից, այս պահին նա կրկին հետ է վերադառնում, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ խուզարկություն են իրականացնում պատգամավորի տանը։ Վաղ առավոտից է սկսվել խուզարկությունը, պատճառները դեռևս հայտնի չէ։ Նշեմ, որ խուզարկություն են իրականացրել նաև Բագրատ Սրբազանի եւ մի շարք դաշնակցական գործիչների տներում։ Դες ինչ հիմքով եք խուզարկություն իրականացրել պատգամավորի տանը։ Կարող եք ներկայացնել, գործով քննիչը դուք եք։ Կներկայացնեք, ինչ հիմքով եք պատգամավորի տանը խուզարկություն իրականացրել։ Հիմքերը կներկայացնեք։ Հիմքերը դատարանի որոշումն է բնականաբար։ Եվ ինչ որոշում է դատարանը կայացրել։ Ո՞րն է պատճառը խուզարկության։ Ես ստապում եմ աշխատանքի, Ես էլ եմ աշխատում եւ խնդրում եմ, որպեսզի հարգալից լինեք նաեւ իմ աշխատանքի եւ իմ նկատմամբ եւ պատասխանեք, ինչ հիմքով եք խուզարկել։ Դե աշխատանքը կանում է նրանում, որ մեզ հարց է տան, ճիշտ է։ Այո, կլինի խոհափիլիսոփայական տեքստեր չասեք եւ կոնկրետ ասեք ինչ ժամանակի հիմքով։ առումով է։ Լավ, ինչ հիմքով եք խուզարկել, ինչ եք հայտնաբերել պատգամավորի տնից։ Դրանք համարվում են նախաքննական գաղտնիք, չեմ կարող պատասխանել։ Որպեսզի չպայքարեն իրենց հայրենիքի համար, բայց հստակ եւ վստահաբար ասեն, որ այս ինչ որ անում են, ոչինչ չի փոխելու, մեր պայքարը շարունակվում է, մեր պայքարը մեր հայրենիքի, մեր արժանապատվության, մեր եկեղեցու համար է։ Քանի ժամ առաջ են սկսել խուզարկությունը։ Ժամ 8-ից մինչև 10:30։ Իսկ ինչ որ բան հայտնաբերել եք։ Ոչինչ չեն հայտնաբերել։ Նշեցիք, որ իբրև հեղաշրջման փորձի համար են եկել, որը 3 իշխանական լրատվամիջոցը հրապարակեց, դուք ծանոթացել եք դրան, այդ ինչ է։ Իսկապես Ես առաջի անգամ այդ փաստաթուղթը Facebook-ից եմ ծանոթացել, բնականաբար համոզված եմ իրանք այդ փաստաթուղթը գցել են, որպեսզի այսօր այս խուզարկությունները իրականացնեն, գործողություններ իրականացնեն։ Իսկ սրանով հնարավոր է արդյոք լրացնել ընդդիմադիրներին կամ վախի մթնոլորտ Իհարկե հնարավոր չի, ես ասում եմ, որ 6 տարիա պայքարի մեջ եմ, այս պրոցեսներով հանցել են եւ այս պրոցեսները չի կարող լրացնել ոչ միայն ինձ, այլ իմ ընդդիմադիր ընկերներին եւ մեր ընդդիմադիր ժողովրդին ամենակարևորը։ Ստանից ինչ որ բան խուզարկության արդյունքում հայտնաբերեցին, առգրավել են ձեր անձնական։ Արգադրել եմ հեռախոս, երեխայի պլանշետը, երեխայի հեռախոսը, մի քանի փաստաթուղթ անհասկանալի, որը ոչինչ չի նշանակում։ Շնորհակալ եմ։ Նաև Բագրատ Սրբազանի տունն են խուզարկել ու մի շարք այլ դաշնակցական գործիչների։ Ճիշտն ասած, կարծում եմ առաջիններից կամ առաջինը մեր տուն են մտել։ Ես այս պահին ոչ մի ինֆորմացիա չունեմ, ընդամենը որոշման մեջ գրած էր, որ դատարանի որոշման մեջ անձանց անուններ են նշած եւ մեր հարգարժան Սրբազանի անուններ են նշած, որ խուզարկություն պետք է անեն, բայց ես այս պահին նոր տեսակ Իսկ այլ անձինք ովքեր են։ Դե ճիշտ ասած որոշման մեջ գրածա չեմ կարծում եմ ճիշտ ասել։ Այլ պատգամավորներ էլ կան։ Պատգամավորներ չկային, չէ՞ մեր պայքարի հայրենագիցներ, ովքեր պայքարում են հայրենիքի համար։